Բայց ինքը նորից եմ ասում, խափում է ժողովուրդ, ասում Արևմտյան Ադրբեջան չկա, ասել եմ 2025 թվական, դեկտեմբերի 5 Ալիևի ելույթը բացեք, որ Արևմտյան Ադրբեջանը նա վերականգնի։ Եվ մի բան էլ ասեմ, վարչապետին եւ իր թիմին, հունիսի 18-ից 19 Նախիջևանում կայանում է Արևմտյան Ադրբեջանի վերականգնման խնդիրը, որ նա 300,000 մարդ պետք է բերի Հայաստանում բնակեցնի։ Ու մի բան էլ ավելացնեմ, ասում են, որ մարդիկ ասում են, դոչի նշանակ կպցնում քարտեզ, կարող է այդ ազնկծովիցով Հայաստանն է։ Պարոն վարչապետ, այն հպարտությամբ ես գնում, ոնց որ հաղթել ես, գրավել ես, բերում ես տարածքներ ավելացել, այլ մասնատելով, դնելով ու այսօր էլ անկլավ ենք տալու, էս ենք տալու, Հայերիկա խապես այսօր 120,000 մարդ անտուն, կործած, նոր էլ նայում եմ, մի հատ կին մոտենում է, հատուկ ճարը դրել են, պարոն վարչապետ, շնորհակալ եմ քեզնից, տղա զոհվեց, ամուսինը զոհվեց, թորնիկը զոհվեց, թե ես չգիտեմ, սա այդ նույն մակարդակի մարդիկ են, եթե թորնիկը զոհվել է, ամուսինը զոհվել է, դու վարչապետին ինչ համար ես շնորհակալություն այդ, մեզ մի հատ հասկա, դա նորմալ է, ես ասեմ ամեն պահի վարչապետի ոտի տակից հողը գնում է, նա չի տիրապետում, չի կարա ոչ մի լավ բան անի, ամսի 28-ը հունիսի, ես ինչ ասել եմ, հիմնավորած եմ ասում, նա չի կարողանալու, այսօր հարց կարգավորի, Արևմտյան Ադրբեջան, ասում եմ հունիսի 18-ից 19-ը Նախիջևանում Ալիևը կայացնում է այդ հիմնական Արևմտյան Ադրբեջանի վերականգնման խնդիրը, կարող է Իրան էլ հրավիրած լինեն, չգիտեմ, բայց չէ դա արդեն փեշակ են դարձել, մենակ սուտ ասեն, կարողանան ասենք թե մարդկանց խաբել, 8 տարի է մարդիկ սպասում են ժողովուրդ, այսօր սպասում են, որ մի լավ պետք է լիներ, մատից փուշ անեն, մարդու խնդիրը կարգավորեն, մարդը բարեկից ակրի, կարողանա պարտքերը փակի, բարձրճակը ապահովված լինի, որ այսօր ասենք թե ասում են խաղաղություն են բերել, այդ խաղաղությունը բոլոր ադրբեջանցիները սաղ ասենք բարձուկների վրա նստած հորթու բորթով սպասելիքով, որ 300,000 պետք է գան, իրենք պետք է վերականգնեն իրենց բնակիչներին 300,000 այստեղ, դա խաղաղություն չի, այդպիսի բան չկա, չգիտեմ վաղն ինչ ասելու, ոնց որ առաջ ասում էր, ես ասում եմ եկել եմ Արցախ հանձնելու, ես այդ մարդը չեմ, ժողովրդի հետ խոսելու եմ, ոնց կարամ ես ասենք թե հանձնեմ, ու տեսակ Սուսուփուց Չեխիայում հայտարարեց, ասեց Արցախը Ադրբեջանը ու վերջ, նույնն էլ ասելու է, Սեֆանը Ադրբեջանը ու վերջ, Երևանը Ադրբեջանը ու վերջ, էտա, ոչ մի բան չի արել, իրա թիմը այսօր, գլուխները բռնած չգիտեն ինչ անեն, մոտի խորհրդակցությունից դուրս են գալի, լացում են, մարդիկ ընդ մեղք չունեն, ինքնավորոշող, ինքնամայող, դե չէ իրանց էլ կնստեցնի, իրանց էլ ասենք թե չգիտեմ, գործից կերացնի, մենք ասեմ այսօր, ինքը արդեն իր միսիան ավարտել է, չկա, ոչ տեղ կա, ոչ հնարավորություն կա, միայն խոսքեր, դադար խոսքեր, ոչ հիմնավորած խոսքեր ասում։ Այսօր ժողովրդին այս 8 տարվա ընթացքում որ սպասում էինք, պետք է արդարություն լինի, հետավերցնելու տալու ժողովրդին։ Այդ վեգալելով, ինչ որ վեգալել ես, տալով, ասենք թե չգիտեմ, պրեմիաներ հատկացնելով, իր կամանդին նախարարներին 8 միլիոն, 10 միլիոն տալով։ Խեղճ ու կրակ ժողովրդին ինչ եղել է 50,000, 40,000 թոշակը դա։ Ժողովուրդ այսօր սաղը ստեղ հավաքված է։ Քանի տոկոսն է վարկի տակ։ Քանի ես ուզում եմ լսեմ, ինչքանն է վարկի տակ։ 95%։ Ոչ թե այսօր 90, ամեն տնից 2-3 հոգի վարկի տակ են։ Այսօր պետք է վարչապետը մտածի, որ այդ ժողովրդին խոսք ատվե, ժողովուրդը կողմնակայն է։ 3 միլիոն դրամը սկսած 50,000-ից ներում եմ շնորհում, մարդկանց այդ ճահիճից հանելու համար, եղել է կորոնավիրուս, եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է պատերազմ, մարդիկ ճահիճի մեջ են, չեն կարող ապրեն, ասում են թոշակառուն, բարձրացնենք թոշակը մի քիչ, միշտ չի կարող առնի, ասում է թող գնա կանաչի ուտի, խիդա վարչապետի խոսքած էցա մտանես։